Հույդը հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով Թուրքիայի կառավարության որոշումը խորհրդարան վերադարձնել հայ-թուրքական արձանագրությունները ընդամենը նպատակ է հետապնդում տպավորություն ստեղծել, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթաց կա, շարունակելով, թե նշված գործընթացի պատրանքը ճնշում կառաջացնի Հայաստանի վրա այլ պետությունների կողմից, որպեսզի Հայաստանն իր ստորագրությունը ետ չվերցնի հայ-թուրքական արձանագրություններից։ Իրենք որակարգ վերադարձեցին հենց այդ պատճառով։ Բարձ է, որ իրենք ոչ դրամատիկին ունեն, ոչ ցանկություն ունեն այդ արձանագրությունները ավերացնել։ Չնայած մենք որպես ուսուցչություն կողմնակից չենք, որ ավերացնենք, բայց հարցը դա չի, հարցը այն է, որ Թուրքիան նույնիսկ Հայաստանի այդքան բարեացական ու մեղմ բարի, զիջողական ասել կեցվածքի դեր հանման, դակավին ինքը շարունակում է նախապայմաններով գործել Հայաստանում։ Ինչպես հայտնի է, ռուսաստանյան իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության վերջին համագումարի ժամանակ որոշվեց, որ գալիք տարվա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն է լինելու վարչապետ Եդինայա Ռոսիայի ղեկավար Վլադիմիր Պուտինը, իսկ վերջինս հայտարարեց, թե նշված ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում կարող է աշխատել ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այսօր Մանոյանին հարց տրվեց, թե հաշվի առնելով ակտիվ քաղաքականություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու վերաբերյալ ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվող կարծիքները, կարող է արդյոք ռուսաստանյան այդ սցենարը որևէ ձևով կրկնվել նաև Հայաստանում։ Եթե նախկինում են Ռուսաստանում դեպի ունեցած գործընթացները չկրկնվեցին Հայաստանում, ինչու պետք է ակնկալել, որ այսօր կգտնվեն։ Դա հասկանալի է։ Գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ եւ իշխանություններին իր ձայնը հասցնի արդեն ուղիղ կերպով։ Այսօր լրագրողների առջեւ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման համակարգող Լևոն Զուրաբյանը, նաեւ ճշգրտելով, թե ինչպես պետք է ժողովուրդը դա անի։ Հանրավակների բազմամարտությամբ, վճռականությամբ եւ կոնկրետ գործողություններով։ Զուրաբյանի խոսքով իշխանությունները զիջումների էին գնում գարնանային հզոր հանրահավաքների ներքո, սակայն հիմա նրանք ակնհայտորեն ճանապարհի կեսին կանգ են առել ու այլևս որևէ զիջման չեն գնում, համարելով, որ լարվածությունը թուլացել է, մինչդեռ ՀԱԿ-ի համակարգողի ձևակերպմամբ նրանք չեն հասկանում, որ լարվածությունը թուլացել է հենց այն պատճառով, որ ժողովուրդը սպասում էր երկխոսության միջոցով իր պահանջների կատարմանը։ Եվ այսօր գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ, ամփոփեց Լևոն Զուրաբյանն ու հավելեց. Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրավակների մարդաշատության առումով։ Եվ մենք կոչ ենք անում բոլոր մեր համակիրներին եւ քաղաքացիներին առաջարկություններ ներկայացնել ժողովրդավարության հաստատման ուղղված զանգվածային միջոցառումների ծրագրի մշակման համար, ինչպես նաև ուղղակիորեն մասնակցել այդ ծրագրի ընդունմանը գալիք հանրահավաքում։ Երևան ջուր Փակ բաժնետիրական ընկերության պայմանագրերի կառավարման եւ իրավաբանական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանի խոսքով ընկերության 5-րդ պայմանագրային տարվա գործունեությանը գնահատական է տվել միջազգային անկախ աուդիտորական մի կազմակերպություն։ Աուդիտը եւս արձանագրում է, որ ընկերության գործունեությունը տանում է նպատակաուղղված նրան, որ հաջորդ տարիների ապահովեն եւ վարձակալության պայմանագրում նախատեսված ցուցանիշները եւ բարելավի ընդհանուր առմամբ ջրամատակարարման որակը, տեղողությունը եւ այլն։ Այս տարվա հունիս ամսին հիշեցնում Նուբարաշեն վարչական շրջանում խմելու ջրի խողովակի վթարից հետո նույն փողոցի մի քանի տասնյակ բնակիչներ միանգամից տարբեր ախտանշաններով դիմել էին նորք ինֆեկցիոն հիվանդանոց։ Կասկած կար, որ մարդիկ թունավորվել են խմելու ջրից։ Երևան ջուր ընկերության ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանություններ տալ Նուբարաշենում տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ ջրի որակի հետ կապված աուդիտորի գնահատականի մասով ասաց հետևյալը. Առողջապահության նախարարության հրամանով սահմանված է նմուշարման կետերից վերցված նմուշների ընդհանուր նմուշների 5%-ի շեղումը դա թույլատրելի 5%, իսկ ընկերությունը 5-րդ պայմանագրային տարվա համար ապահովել է ընդամենը 0.5% շեղում։ Աուդիտորը վերցնում է ընդհանուր առմամբ, իսկ Նուբարաշենը լոկալ խնդիր է։
Ջրամատակարարման շարունակականության վերաբերյալ զրուցեցինք Նոր վարչական շրջանի 5-րդ զանգվածի մի շարք շենքերի բնակիչների հետ։ Կարծիք կա, որ ամռան ամիսներին այս տարածքում ջրամատակարարումը նվազում է կապված ջրաշխարհ համալիրի շահագործման հետ։ Ջուրը նորմալ առայժմ, մենակ մեկ գուներն անջատում են, գիշերը, դեհտի գիշերը ոչինչ։ Մեկ ցերեկն էլ պատան, որ անջատում են։ Իսկ ընդհանուր քանի ժամ են տալիս, եթե վերցնենք Ընդհանուր ճիշտն ասած ժամը չենք բանարել, բայց առավոտը ժամը երևի 6:30-7-ին միանում է, մինչև իրիկունը ժամը երևի 1-ը գիշերը, 1-ին անջատում է։ մինչև երբ առավոտը։ Հա։ Իսկ ամռան սեզոնին փոփոխություն լինում է ջրամատակարարման։ Ամռան սեզոնին դե պարզ է, այդ ջրաշխարհը, եսիմը այդ դաչեք, մաչեկնա, դրանք որ ջրում են, այդ ժամանակ ցերեկն էլ չի ջուրելնում։ Դիմել եք Երևան ջուրեն։ Չէ, ես չեմ դիմել։ Առավոտյան մոտորապես մինչև 12-ը, 7-ից երեկոյան, նորից 6-ից 12-ը գրեթե։ Գրաֆիկա։ Այդ ժամերին են միայն ջուր տալիս։ Ցերեկվա ժամերին չկա։ Քաղաքապետարանի տվյալներով օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երևանում ապամոնտաժվել է 307 կրպակ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ապամոնտաժված կրպակները փակ, լքյալ, առանց պետգրանցման կամ հողօգտագործման պայմանագրի ժամկետն ավարտված կրպակներ են եղել։ Քաղաքապետարանը հիշեցնեմ բազմից նշել է նաև, որ Երևան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների։ Խոսքը վերաբերում է հատկապես կենտրոնական առաջնային փողոցներին։ Շրջեցինք Երևանի կենտրոնով, օրինակ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնվել է մի կրպակ, որի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց կրպակը մոտ 1 ամիս առաջ է տեղադրվել եւ վերջերս էլ սկսել է գործել։ Ինչեւ քանից է գործում ձեր կրպակը։ Մոտ մի ամիս։ Նոր են սարքել, նոր է կառուցվել։ Իսկ խնդիր չեք ունեցել այդ լիցենզիա ստանալու կապված, որովհետեւ հիմա չգիտեմ տեսնել։ Ինչ վերաբերում է թարմ քամած հյութերի վաճառքի կետերին, որոնք կրպակների ապամոնտաժման գործընթացին զուգահեռ սկսեցին ավելանալ, ապա դրանց թույլտվությունն ընդամենը ամառային սեզոնի համար է տրված։ Այդ իսկ պատճառով քաղաքապետարանը փոխանցեց, որ խնդիր չի տեսնում։ Թեև մեզ հետ զրույցում Աբովյան փողոցի հյութի վաճառքի կետերից մեկում ասացին, որ իրենք աշնանը չեն պատրաստվում դադարել գործունեությունը։ Սեզոնը մենք կներկայի բացենք։ Չեք փակվելու, որ այս օրերը սրբի։ Այդուամենայնիվ պաղպաղակի բնական հյութերի տաղավարների մեծամասնությունը ձմռանը փակ են լինելու, եւ դա ոչ այնքան քաղաքապետարանի արգելքն է, որքան բիզնես սեզոնի ավարտը։ Նույն Աբովյան փողոցի խանութ կրպակները, որոնք քաղաքապետը խոստացել էր նույնպես ապամոնտաժել եւ մաքրել մայթը, մինչ այսօր կան, գործում են։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը փոխանցեց, որ այդ տարածքների հարցը ժամանակի հետ կլուծվի։ Մինչդեռ մեր այցելության ընթացքում խանութների սեփականատերերը հեռախոսազրույցների ժամանակ փոխանցեցին, որ իրենք առայժմ ոչ ծանուցում են ստացել, ոչ էլ առավել եւս բանակցությունների մեջ են քաղաքապետարանի հետ նոր տարածքներ ստանալու համար։ Հիշեցնեմ, քաղաքապետարանի տվյալներով Երևանում կա 2550 կրպակ, առայժմ հայտնի է դրանցից մոտ 300-ի ճակատագիրը։